Երևանի Արաբկիր վարչական շրջանում Վաղարշյան փողոցի 24 հասցեի մոտ իրավապահներն ու քննիչները շարունակում են պարզել կիրակի երեկոյան տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները։ Դեպքի վայրում դեռևս նկատելի են տեղի ունեցածի հետքերը, իսկ տարածքում իրականացվել են քննչական գործողություններ։ Նախնական տեղեկությունների համաձայն միջադեպը տեղի ունեցել երեկոյան ժամերին, դրա նախապատճառը պաշտոնապես դեռ չի հրապարակվել և քննությունը շարունակում է պարզել, թե ինչ է եղել դեպքերի զարգացման պատճառը։ Տեղում հայտնաբերվել են միմյանց բախված երկու ավտոմեքենաներ, ինչը վկայում է, որ մինչև իրավապահների ժամանումը տարածքում լարված իրավիճակ է եղել։ Միջադեպին ներգրաված անձանց հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Ականատեսների փոխանցմամբ հնչել են կրակոցներ։ Նախնական տվյալներով երկու մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայրում աշխատած քննիչներն իրականացրել են անհրաժեշտ զննություն և հավաքել հնարավոր ապացույցները, այդ թվում հայտնաբերված պարկուճները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ դեպքի ամբողջական պատկերը վերականգնելու համար։ Քննչական կոմիտեն ավելի ուշ տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այն վերաբերվում է սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով հնարավոր հանցագործություններին։ Գերատեսչության հաղորդմամբ գործի շրջանակում արդեն մեկ անձ ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է և իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև միջադեպին առնչություն ունեցած մյուս անձանց գործողությունները գնահատելու նպատակով։ Պաշտոնական մարմինները կոչ են անում սպասել քննության վերջնական արդյունքներին և չտարածել չստուգված տեղեկություններ, քանի որ գործի մի շարք հանգամանքներ դեռևս ճշտման փուլում են։